Եվ եթե կա առիթը սիրելի հեռուստադիտողներ, ապա մենք անպայման խոսում ենք սիրելի քաղաքամայր Երևանի մասին, որովհետև Երևանը չքնաղ է ու գեղեցիկ տարվա բոլոր եղանակներին։ Հիմա ձմեռ է, ցուրտ է ու բառի իսկական իմաստով Երևանը իր բնակիչներին, իր սիրելի հարազատ մարդկանց ջերմացնելու է լույսերով, վառ ու տոնական լույսերով, առջևում տոներն են, իհարկե գլխավոր իրադարձությունների մասին մենք խոսենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ողջույն։ Ողջույն, պարոն Գրիգորյան։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ հատկապես այս շրջանում, երբ ընդամենը 2 օր անց, արդեն դեկտեմբերի 14-ին պետք է վառվեն մեծ տոնածառի կենտրոնական հրապարակում արդեն լույսերը, ինչպես եք նախապատրաստվել այս տարվա աշխատանքներին եւ երբ են սկսվել։ Տեսեք, ես ընդհանուր առմամբ կբնորոշեի արդեն 4-րդ տարին մոտավորապես արդեն ասես տրադիցիա է դարձել ձևաչափը, բայց ամեն տարի մենք փորձում ենք ինչ-որ նորույթ մտցնենք, այս տարի էլ լույսերի վառման արարողությանը զուգահեռ մի անակնկալ ենք պատրաստել, որը ես հիմա բնականաբար չեմ հնչեցնի ինչ մեկայանում, դրա համար ասես մի փոքր ինտրիգը պահենք եւ մեր քաղաքացիներին հրավիրենք դեկտեմբերի 14-ին ժամը 8-ին Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը եւ այդ անակնկալին ականատես լինելու։ Եվ ընդհանուր առմամբ ասես մի դրական տենդենս էլ ասեմ, մենք երբ որ 2022 թվականն էր առաջի տարին, երբ որ այս միջոցառումները իմ համակարգմամբ ես միշտ ասում եմ միակ մշակութային միջոցառումն ամբողջ տարվա մեջ, որ իմ համակարգմամբ է տեղի ունենում, մնացածը մյուս գործընկերներն են կազմակերպում, այն ժամանակ նպատակը էր, որ սա որոշակի ավանդույթ դառնա եւ նաեւ մենք sense լավ իմաստով վարակենք բոլոր մնացած մեր քաղաքներին ավելի շուկով նշելու ամանորը եւ տուրիստական որոշակի հոսքեր ապահովելու ու այս տարի արդեն այդ կազմակերպությունները, որոնք մասնակցում են, արդեն ասում են, բայց մենք այլ քաղաքներից շատ պատվերներ ունենք եւ այլն, այսինքն այդ ոնց որ թափանիվը արդեն պտտվում է ու արդեն այս առումով շատ ուրախ եմ, որ այն ինչ որ Երևանում սկսվեց, արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունով էլ տարածվում է։ Իսկ ոնց է անցնելու, այսինքն դեկտեմբերի 14-ին լինելու է լույսերի վառման արարողությունը, մենք ամբողջ քաղաքով ունենք տարբեր լոկացիաներ զարդարված եւ իհարկե արդեն ավանդույթ դարձած Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը նույնպես նույն օրը բացվելու է 2750-ամյակի պուրակում եւ նաեւ այդտեղ 7 համերգ կա տարբեր օրերի սիրված բենդերի տեղի ունենալուն, հենց որ բոլորին հրավիրում եմ միասին նշելու եւ վայելելու այս ամանորյա տրամադրությունը։ Ի ուրախություն մեզ պետք է ասել նաեւ, պարոն Գրիգորյան, որ հրաշալի աշխատում է նաեւ գովազդային արշավը, որովհետեւ բացի քաղաքամար Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից մենք գովազդներով հրավիրվում ենք մարզեր, կենտրոններ, որտեղ վառվելու են տոնածառի լույսերը եւ ինքս մեկ անգամ լինելով այնտեղ նաեւ աշխատելիս, այն ողջավորությունն, հեքիաթ, այն ուրախությունը, որ կար բնակիչների կողմից, այնտեղ ապրողների կողմից, դա պարզապես մարդուն տալիս է ժպտալու եւ գործը կարևորելու հատկություն։ Ես առաջարկում եմ նաեւ խոսել բացի կենտրոնական հրապարակում ինչ պետք է կատարվի, խոսենք նաեւ Երևանի վարչական շրջանների ակտիվության մասին, ինչպես են նախապատրաստվում, որովհետեւ վստահաբար իհարկե բոլորիս համար է սպասված կենտրոնական տոնածառի լույսերը, բայց պիտի այսպես փրվենք եւ գնանք տեսնել այնտեղ ինչ է կատարվում։ Տեսեք, իրականում վարչական մեր շրջանները, վարչական շրջանի ղեկավարները ամեն մեկը մի այսպիսի համեմատ հիմնական ծրագրի, ասեմ, մինի ծրագիր ամեն մի վարչական շրջանում տեղի ունենում է եւ ամեն վարչական շրջանը իր տոնածառն ունի եւ իրենց իհարկե ես ավելի շատ, քանի որ տեղյակ եմ այն ինչ որ հիմնական, այսինքն այս երկու հիմնական հանրապետության հրապարակում եւ շահման պուրակում իրականացվող միջոցառումներից գիտեմ, որ վարչական շրջաններում էլ, այսինքն զարդարանք կա լինում, տարբեր միջոցառումներ լինում են, բայց դրա մասին եւ մենք պարբերաբար իրազեկում ենք եւ ինչպես դուք ասեցիք, այս առումով գովազդային արշավն էլ բավականին լավ աշխատում է եւ ես նաեւ ինչ եմ նկատում, որ ոչ միայն քաղաքապետարանի, ոչ միայն վարչական շրջանների, այսինքն ասես պայմանական ասած պետական համայնքային ռեսուրսով է իրականացվում, այլ նաև մենք մասնավոր Christmas market-ներ կամ Սուրբ Ծննդյան տոնավաճառներ ունենում ենք տարբեր հատվածներում, այսինքն սա նաև արդեն եթե մենք եվրոպական քաղաքներ ունենք, չի լինում, որ մի տեղ լինի, արդեն մեր մոտ էլ է տարածվում, միշտ եղել է 2, անցած տարվանից նաև 3-րդն է ոնց որ թե ուսանց գնալով ավելի այդ սփռվածությունը նկատվում է ոչ միայն վարչական շրջանների ներուժով, այլ նաև մասնավոր գործընկերների ներուժով։ Նաև դրական առումով տարօրինակ, sense ես նկատում եմ, որ նաև մասնավոր
կազմակերպությունները, սրճարանները, խանութները իրենց լուսավորությունն էլ ոնց որ առանց մեր ասելու, առանց մեր խնդրելու կամ հատկապես պարտադրելու համահունչ հիմնական այդ լուսավորության դիզայնի առումով իրականացնում են, այսինքն միշտ հաճելի է, որ sense ինչ որ մի տրամադրություն է օդում լինում, որ բոլորը առանց իրար հետ խոսալու անգամ sense ներդաշնականում են դրա։ Լուսային պատկեր եւ ամանորյա ձևավորումը ամբողջական են լինում։ Այո։ Եվ այս տարի կարծես նաև սիմվոլիկ ինչ-որ մի բան կա, կապված մեր հանրապետության հրապարակի եղևնու ճյուղերի հետ, որոնք հայտնվել են վարչական շրջաններում եւ մեր եղևնին նորովի է դիմավորելու մարդկանց, ոչ թե նոր տեսքով վիզուալ փոփոխություններով, այլ նոր ավելի թարմ ճյուղերով։ Ինչպես եղավ որոշումը փոփոխությունների։ Տեսեք, իրականում մենք երևի կհիշեք, որ դեռ 2018 թվականին, եթե չեմ սխալվում, որ ձեռք բերվեց մեր գլխավոր տոնածառը, այն ժամանակ շատ էին քննարկումները նաև, որ բյուջեից տեսեք ինչքան գումար են ծախսել եւ այլ, բայց եթե մենք նայում ենք, որ արդեն 7-րդ տարին է, հա, 6-7 տարի այդ ծախսը իրեն արդարացրեց, բայց նաև մենք անցած տարի արդեն նկատեցինք, որ գլխավոր տոնածառի ճյուղերը արդեն մի քիչ նոսրացել են եւ առանձին հատվածներում արդեն մեր համար միգուցե ժողովրդի համար լավա որ շատ նկատելի չէր, բայց առանձին հատվածներում արդեն այդքան ճիշտ չէր պատկերը ոնց որ պետք է լիներ, որոշում կայացվեց նորացնել, բայց հին ճյուղերն էլ միգուցե բավականաչափ չէին գլխավոր տոնածառի համար, բայց դեռևս բավականին ենթակային թարմ էին օգտագործման ավելի փոքր տոնածառներ հավաքելու հենց վարչական շրջաններում, դրա համար չի կարելի անգամ ասել, որ վերջ ծառայեց իր նպատակին եւ ավարտվեց։ Դեռ շարունակում ենք մենք այդ գույքը օգտագործել եւ մնացած գույքն էլ, որը ձեռք ենք բերել նախորդ տարիներին, հիմնականում մի քանի տարի ավելի արդյունավետ օգտագործվում է եւ իդեպ մի բանավեճ հետաքրքիր միգուցե բան ասեմ, բանավեճ կար, հա, լույսերի նորացման ժամանակ, հիմա շատ տարբեր լուծումներ կան, LED լույսեր, որ տարբեր պատկերներ է ստացվում։ Մենք ավելի շատ մտածել ենք, որ մեր տոնածառի տեսքը պետք է ինչ-որ առումով դասական դառնա, օրինակ հայտնի, օրինակ Rockefeller կենտրոնի տոնածառը կա, որ ամբողջ աշխարհը գիտի, օրինակ ինձ շատ է դուր գալիս այդ տոնածառը, ինքը ամեն տարի նույն տեսքն ունի ու հաստատ հիմա որ ինչ-որ մի բան փորձեն փոփոխեն, նորացնեն, ավելի լավը դարձնեն, հաստատ չի ստացվելու, այսինքն ինչ-որ բան պետք է փոխվի, բայց ինչ-որ բան պետք է մնա դասական։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ մեր տոնածառի տեսքը վիզուալ շատ չի փոխվելու, միգուցե ավելի վառ լինելու նոր ճյուղերի եւ նույն լույսերի հաշվին, բայց այդ ոսկեգույն տոնածառը ինքը արդեն ոնց որ ավելի դասականը դարձնելու ցանկություն ունենալով տեսքի առումով ինքը ուղղակի ավելի վառ լինելու, բայց որ ասեմ այդ նոր լուծումները ճիշտ ասած ինձ թվում է այդքան էլ հաջող չի։ Գեղեցիկ ամանորին բնորոշ ավանդույթ կձևավորենք մայրաքաղաքում, որ շատ զբոսաշրջիկներ նաև կգան հենց այդ տոնածառը տեսնելու։ Արդեն ձևավորվում է, մենք туриզմի կոմիտեի հետ էլ որ աշխատում ենք, այդ ակտիվությունը նկատվում է դեպի Երևան, հենց այսինքն մենք եկեք ճիշտը խոսանք, էլի շատ ժամանակ տրադիցիա եղավ, որ մեր հայրենակիցներ շատերը ասենք գնում են Վրաստան դիմավորելու, չէ, նոր տարին, այսինքն այս երևույթը մենք ունենք ու հարց է, իսկ ինչու օրինակ Վրաստանից կամ այլ քաղաքներից չեն կարող գալ Երևան դիմավորելու եւ կարծում եմ այդ հոսքը մենք արդեն ձևավորել ենք, հիմա պետք է միայն պահենք ու մեծացնենք ամեն տարի։ Այո։ Մենք ունենք կարևոր տեղեկություն կապված տոնավաճառի հետ։ Ես երկու հարց ունեմ, սա առաջինն էր, եթե ունեն կարևոր տեղեկություններ, խնդրեմ։ Իրականում տոնավաճառի մասով ինչ որ տենց հատուկ նորույթ մենք չունենք, արդեն էլի տրադիցիա դարձած այդ տոնավաճառն է եւ համերգները սիրված բենդերի կողմից Նեմրա, Կամի Ֆրենդս, Սարգիս Մանուկյան եւ ընկերներ, այսինքն բոլորին չնշեցի իհարկե, 7 համերգ է, մենք հայտարարել ենք Երևանի քաղաքապետարանի էջով էլ տարբեր տեղերով տեղեկացումը, բայց ինչ որ հատուկ նոր բան տոնավաճառի հատվածում չունենք ու ինձ թվում է այս այն դեպքն է, որ պետք չի ավելի փորձել լավացնել այն, ինչ որ արդեն լավ է։ Շատ լավ, եւ այդ ամենը իհարկե տեղի է ունենում գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության զուգահեռ եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 14-ը։ Այս մի բանն էլ ասեմ, որ անցած տարի ամեն տարի ճիշտ է ինչ որ նկատառումներ, քննադատություններ լինում են, ինչու եք շուտ վառում, ինչու եք ուշ վառում, ամեն մեկը իր կարծիքն ունի, բայց անցած տարի մենք նկատեցինք, որ մեր քաղաքացիները
շատ փոքր տարակուսած էին, թե որ մի քիչ շուտ ավարտվեց տոնը, այսպես ասած, ասում էին մինչև հին նոր տարի անպայման պետքա մնա, մենք անցացել ենք այդ հորդորին եւ մինչև հունվարի 14-ը այս տարի տոնավաճառը բաց է լինելու։ Եվ վերջո պարոն Գրիգորյան, մանե պետք է շատ կարևոր բան էլ հաշվի առնենք, որ այս ամենի մեջ իհարկե կա տեսանելի գեղարվեստական գեղեցիկ պատկերներ, լուսավորություն, մարդկանց ժպիտները, դեմքերը, բայց կա նաև մի կարևոր բան, այստեղ մարդիկ միասին են ամեն դեպքում, առևտուր անել կլինի դա, թե շփում պարզապես թե թեյը վայելելը, բայց եկեք միասին լինենք բոլորս այդ օրը հանրապետության հրապարակում։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ եք։ Ես եմ շնորհակալ։ Պոզիտիվ ու տոնական զրույցի համար։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան եւ հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այն մեծ անակնկալը, որը սպասվում է դեկտեմբերի 14-ին, հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ժամանակ, չենք բացել որևէ փակագիծ, որպեսզի բոլորս միասին տեղում այդ անակնկալը տեսնենք, վայելենք ու ստանանք գերագույն հաճույք, տալով մեկնարկը տոնական տրամադրության հիմա նախատոնական պատրաստությունը զրույցներն են, իսկ տոնը կսկսվի մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 14-ից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիմա երաժշտական տրամադրություն վայելեք, խնդրեմ։